Հայաստանի պետական օրհներգի կատարման կարգը կփոխվի։ Կառավարության հերթական նիստում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց, թե ինչ ձևաչափով պիտի հնչի հիմնը այս կամ այն միջոցառմանը։ Օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը, եւ սա նշանակում է, որ ցանկացած միջոցառումներ, որոնք պլանավորվում են պետական կառույցների կողմից, առավել եւս երբ որ խոսում ենք արարողակարգային միջոցառումների ժամանակ, ապա պետք է նախապես պլանավորել եւ ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել նվագախմբային եւ երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով։ Մանկապարտեզներում, դպրոցներում եւ քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգը պետք է հնչի։ Օրհներգի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ։ Ինչ վերաբերում է այլ կառույցներին, պետք է միացվի այն ձայնագրությունը, որը պետականորեն սահմանված եւ տեղադրված է պաշտոնական կայքում, նշեց Փաշինյանը եւ առաջարկեց վերանայել հեռուստատեսությամբ ցուցադրվող հոլովակը։ Խնդրենք հանրային հեռուստատեսությանը այդ հնամաշ հոլովակը ի վերջո պետքա փոխել։ Ինչքան կարելի է հասկանում եք 20 լավ չեմ հիշում, բայց ես ինչքան հիշում եմ, այդ մի հոլովակն է, այսինքն մեր բանը, մեր պետությունը կամ մեր մյուս կառույցները, հեռուստատեսությունները գումար չունեն, 2 տարին մեկ թարմացնեն պետական օրհներգի հոլովակը։ Սցենարային առաջարկը կա եւ այդ հոլովակը նաեւ հասանելի կլինի, պատրաստ կլինի եւ կսկսի կիրառվել։ Նախորդ տարի պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Նոր նախագծով սոցիալական ծախսը ֆիզիկական անձին փոխհատուցվում է, եթե վերջինս օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը։ Վերոնշյալ փոփոխությունը կատարելը սոցիալական ծախսից օգտվելու համար հայտարարատու ֆիզիկական անձը պետք է ներկայացված լիներ եկամտային հարկի տարեկան հաշվարկը, իսկ հայտարարագիրը կարող է ներկայացվել միայն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատվելուց հետո, այսինքն նախկինում գործող մոտեցումը պահպանվել է, ինչը նշանակում է, որ սոցիալական ծախսից օգտվելու կարգի առումով խստացում չի կատարվում։ Վարչապետը խոսեց թվային տվյալներով ու հավելեց, սա կարևոր է սոցիալական քաղաքականությունը քայլ-քայլ կարգավորելու եւ առավել հասցեական դարձնելու համար։ 76537 քաղաքացի 2025 թվականի ընթացքում կամ հայտարարագրման արդյունքում 24-ի 25-ին հայտարարվել է 24-ը արդյունքում ստացել է 6 միլիարդ 200 միլիոն դրամի սոցիալական կրեդիտ, այսինքն վերադարձվել է, ելի 76537 քաղաքացի 6 միլիարդ 200 միլիոն սոցիալական կրեդիտ եւ միջին գումարը կազմել է 1 հայտարարատուի համար 81000 դրամ։ Մեկ այլ որոշմամբ զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն էլեկտրոնային գրանցամատյանում։ Ըստ Գևորգ Պապոյանի նախագիծը բխում է Հայաստան եկած զբոսաշրջիկների շահերից, ոլորտում գործունեություն ծավալողների իրավունքների պաշտպանությունից եւ նրանց համար միասնական խաղի կանոններ սահմանելու տրամաբանությունից։ Միայն իրավունք կունենան նրանք գործունեություն ծավալել զբոսաշրջային գործունեություն, որոնք դրա մասին կհայտնեն եւ դա լինելու է բացարձակապես թվային եղանակով, այսինքն տեղի չի ունենալու պետական մարմինների աշխատակիցների եւ ուրեմն զբոսաշրջային սուբյեկտների շփում մինչեւ այն պահը, երբ որ մենք պետք է գնանք որոշ մարմիններ որոշ դեպքերում հավաստեն, թե արդյոք փաստաթղթերը ներկայացված ճիշտ են, թե ոչ։ Այս համատեքստում գործադիրի ղեկավարը ներկայացրեց այն հանգամանքները, որոնք նպաստում են դեպի Հայաստան զբոսաշրջության հոսքերի աճին։ Առաջինը խաղաղությունն է հաստատված, որը բնականաբար նպաստում է, եւ այս առումով կարծում եմ, որ մենք հույս ունենք, որ այն օտարերկրյա դեսպանատները, որոնք նախորդ տարիներին անդադ ծանոթություններ են տարածել իրենց քաղաքացիներին, որ խուսափել սահմանամերձ հատվածներ գնալ, Սյունիքի մարզ գնալ եւ այլն, ծանոթությունները կդադարեցնեն։ Տնտեսական զարգացման ու Հայաստանի անվտանգ երկիր լինելու հանգամանքից բացի նաեւ 2025-ին հանցավորության որոշակի նվազում է եղել, ինչը եւս նպաստել է զբոսաշրջիկների թվի աճին։ Աննա Մելքումյան, Սյունիք լուրեր։